Բայեկո եթերում ուրվագիցն է, ես Պետրոս Ղազարյանը, սիրելիներ, մենք շարունակում ենք հետևել ներքաղաքական զարգացումներին, շարունակում ենք ձեզ ներկայացնել տարբեր քաղաքական ուժերի տեսակետները, կարծիքները, ծրագրերը, որպեսզի դուք ընտրությունների օրը կարողանաք ճիշտ ընտրություն կատարել եւ ընտրություն կատարել։ Երկուշաբթի, երեքշաբթի մեզ հյուր կլինեն արդեն ընդդիմությունից։ Այսօր մենք կզրուցենք Օրինաց երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Հարությունյանի հետ։ Այսպես, սիրելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք հետևել ներքաղաքական զարգացումներին, շարունակում ենք ձեզ ներկայացնել տարբեր ծրագրեր, թեկնածուներ, քաղաքական ուժեր։ Այսօր զրուցել ենք Օրինաց երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ, ազգային ժողովի բնապահպանական եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Խաչիկ Հարությունյանի հետ։ Բարեկո պարոն Հարությունյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, մինչև հիմա նախընտրական պայքարը գնում է կոռեկտ, դա շատ լավ է, բայց որոշակի թեթև արդեն նյուանսներ երևում են։ Օրինակ, երեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց քննադատության թիրախ են դարձնելու հանրապետական կուսակցությանը եւ վերջինիս, եթե չեմ սխալվում, Կույրաղիկ Օրինաց երկիր կուսակցությանը։ Ձեր մեկնաբանությունները։ Գիտեք, ինչ տարբեր ընտրարշավների ժամանակ սկսած 99 թվականից Օրինաց երկիրը երբ դարձավ պարլամենտական կուսակցություն, մենք մեր ընտրարշավը կառուցել ենք միայն ներկայացնելով մեր ծրագրերը, մեր մոտեցումները տարբեր հարցերի շուրջ։ Երբեք որևէ քաղաքական ուժի նկատմամբ որևէ վատ բան, որևէ սև PR չենք արել։ Ի տարբերություն ձեր ներկայացրած քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի, այս քաղաքականությունը նրանց մոտ շարունակվում է դեռևս 2008 թվականից, եթե հիշում եք։ Ձեր հայտնի որոշումից հետո։ Այո, եթե ես չէի ասի որոշումից հետո, դրանից առաջ էլ մենք եթե անդրադառնանք այդ դեպքերին, կտեսնենք, եթե մամուլը վերցնենք, այնտեղ ամեն ինչ պարզ գրված է, միջև ընտրությունները եւ ընտրություններից հետո փորձում էին այդ մեզ պարտադրել շանտաժի միջոցով, որպեսզի Արթուր Բաղդասարյանն Օրինաց երկիրը միանա իրենց շարժմանը, ինչը չհաջողվեց, ինչը հնարավոր չէր անել հայտնի պատճառներով նաեւ, դուք այդ մասին գիտեք, հասարակությունը այդ մասին գիտի, երևի չարժե մեկ անգամ եւս անդրադառնալ դրան, ինչևէ նույն քաղաքականությունը նրանք շարունակում են հիմա եւ պիտակների մեջ, ասես տարբերություն չեն դնում, բայց երևի թե այդ գնահատականը պետք է տա ժողովուրդը, ի վերջո ով է Կույրաղիկ, ով է այս երկրի Կույրաղիկը, ես կասեի։ Եթե անցնենք մի քիչ 20 տարի հետ գնանք, 90 թվականին ինչ ժառանգություն ստացան նույն Լևոն Տեր-Պետրոսյանը եւ նրա ամբողջ քաղաքական ուժը, փլուզված խորհրդային միություն, հսկայական տնտեսություն եւ ինչ երկիր ունեինք, եւ 98 թվականին նա ինչ երկիր թողեց։ Ժողովուրդը լավ է հիշում եւ ժողովուրդն է գնահատականներ տվողը։ Մի մարդու տված գնահատականները ոչինչ են։ Պարոն Մանուկյան, նրանք շեշտում են, պարոն Հարությունյան, ձեր քայլից հետո, երբ դուք հատայեցիք Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին, նրանք հենց գլխավոր թեզը նա է, որ դուք ժողովրդի հետ չգնացիք, դուք չկանգնեցիք ժողովրդի կողք, այլ նախընտրեցիք իշխանության կողք կլինել։ Բայց ներողություն, ով էր ժողովուրդը։ Ժողովուրդը այդ մի քանի, ենթադրենք 10, 20, 30 հազար մարդ, որ հավաքված էր այնտեղ, ժողովուրդը այդքանն էր։ Լավ, եթե դուք բացեցիք թեման, մեկ անգամ եւս երևի թե արժե անդրադառնալ դրան։ Ինչ էր կատարվում այդ ժամանակ Հայաստանում։ Հայաստանում շատ բարդ իրավիճակ էր եւ Օրինաց երկրի որոշումից կախված էր, ես առանց չափազանցնելու կասեմ, այս երկրի ճակատագիրը։ Մենք շատ կշռադատված որոշում ընդունեցինք։ Եթե Աստված մի արածցե, մենք սխալ որոշում կայացնենք, միանայինք Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչ էր լինելու մեր երկրի հետ։ Նախ 10 զոհերի փոխարեն կլինեին շատ ավելիները, միգուցե 1000, 2000։ Բացի դա, դուք գիտեք, այսօր էլ տարբեր ուրեմն ինֆորմացիոն միջոցներ, արդեն արտահոսքը կա, ներկայացում են փաստաթղթեր գոյություն ունեն, որ ադրբեջանական բանակը կազմում պատրաստ կանգնած է սահմանի վրա։ Եթե Հայաստանում անկայուն վիճակ էր լինում, եթե հանկարծ բախումներ լինեին, Աստված մի արածի քաղաքացիական պատերազմ, Ադրբեջանը միջապես մտնելու էր։ Եվ մենք կորցնելու ենք, ինչ ենք կորցնելու, կորցնենք Ղարաբաղը, նաև միգուցե Հայաստանի տարածքներ, ով էր պատասխան տալու դրա համար։ Այսինքն մենք ընտրեցինք երկիրը կայունություն տանող ճանապարհը եւ ոչ թե ապակայունություն, ինչը ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց նրանք ասում են դուք այդքանով ժողովրդի կողքը չկա, ժողովրդի սոցիալական պահանջը դա էր։ Սոցիալական պահանջը ինչ էր, որ մենք կորցնեինք Ղարաբաղը,
որ 10 զոհերի փոխարեն լինեին Ոչ, որ 1000, իշխանափոխություն 2000։ լինի։ Դուք չօգնեցիք իշխանափոխություն։ Եթե մենք գնանք իշխանափոխություն էր լինելու, ով էր ասում, որ իշխանափոխություն էր լինելու։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմակիցները։ Մենք շատ լավ հաշվարկել ենք, որ իշխանափոխություն չէր լինելու։ Լինելու են բախումներ, նորից եմ կրկնում, Աստված մի արարածի քաղաքացիական պատերազմ։ Եվ դրա պատասխանը ներողություն։ Էլի խավության նոխազգ պետք է դարձնեին օրինաց երկրին եւ Արթուր Բաղդասարյանին։ Ասեք, տեսակ, Արթուր Բաղդասարյանը գնաց Ազատության հրապարակ, այսքան մարդ զոհվեց, տարածքներ կորցրեցին, պատերազմ սկսվեց, ինչ կլիներ։ Ոչ ոք չէր կարող։ Հիմա եթե դուք Wikileaks-ը նայեք, այնտեղ եւս որոշակի այդ դեպքերի կապակցությամբ արտահոս կա, փաստաթղթեր կան։ Կարելի է մի հատ նայեք Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նամակը պետդեպարտամենտին։ Ինչ է գնում։ Պարոն Հացյան, մյուս մոտեցումը նա է, որ տեսեք, ինչի է Հայ ազգային կոնգրեսը իր թիրախ ուղում, իր քննադատության թիրախ վերցնում հանրապետական եւ օրինաց երկիրը, որ դուք քաղաքական առումով ինքնուրույն չեք, դուք հանրապետականի մի մասն եք։ Այսինքն դուք արդեն հայտարարել եք, որ Սերժ Սարգսյանին եք ընտրելու, դուք միշտ համաձայն եք հանրապետականի ծրագրերի հետ եւ կարծես թե նույն ուժի երկրորդ թիմն է, հա, նույն նախագահի երկրորդ թիմ եք հանդես գալիս, դրա համար նրանք ասում են, որ քննադատության թիրախը ուղղելու են հենց ձեզ։ Ուրեմն մենք մեր թիմն ենք։ Օրինաց երկիրը դա առանձին քաղաքական ուժ է Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։ Մենք պարզապես մեր պայմանավորվածություններին հավատարիմ գնում ենք այն ճանապարհով, որը արդեն ворթեգրել են։ Երբ դուք մոռանում եք 2008 թվականին Արթուր Բաղդասարյանն եւ Սերժ Սարգսյանը համաձայնագիր են ստորագրել։ Կա հստակ պայմանավորվածություն, որ 2013 թվականին Արթուր Բաղդասարյանը իր տեխնացությունը չի դնելու։ Եվ մենք այն ժամանակ դեռևս ասել ենք, որ մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի տեխնացությունը։ Եվ մենք հավատարիմ ենք մեր խոստմանը։ Երբեք այն չենք դրժել։ Ընդհանրապես օրինաց երկիրը իր այս 15 տարվա պատմության մեջ միշտ հավատարիմ մեր խոստումներին։ Ինչ է առաջարկում։ Մենք փոխենք մեր քաղաքականությունը երբեք։ Մենք գնում ենք այն ճանապարհով, որը նախընտրել ենք, այն պայմանավորվածությունները, որը կայացել է, մենք դա պահում ենք։ Սա է խնդիրը։ Ամբողջ խնդիրն է, որ 2008-ից առաջ դուք ընդդիմադիր էիք հանդես գալիս։ Չէ, դուք ընդդիմադիր էիք, քննադատում էիք իշխանությանը, եւ հիմա ասում են, այ դուք ընդդիմադիր էիք, ժողովրդի մոտ հույսեր առաջացրեցիք, եւ վերջում ստացվեց իշխանական ուժ։ Բայց ինչեւ է, գնանք առաջ։ Դուք մի տեսակ ձեր քարոշությունը տարբերվում է մնացածի քարոշությունից։ Նու այս փուլում շատ քիչ ժամանակ է անցել։ Շատ քաղաքական ուժեր այսօր անում են հանրահավաքներ, դուք անում եք թիրախային խմբերի հետ հանդիպումներ։ Սա նրանից է, որ հանրահավաքներ անելը մի քիչ ավելի դժվար է, թե ոչ, ինչու համար։ Մենք եւս սկսեցինք հանրահավաքով։ Մեկ հանրահավաք արեցինք Երևանի Ազատության հրապարակում, բավականին բազմամարդ հանրահավաք արեցինք եւ դրանով սկսեցինք մեր քարոզարշավը։ Հիմա եթե անցած ընտրությունները եւս նայեք, մեր ուղղակի ռազմավարությունը այս առումով չի փոխվել։ Մենք միշտ հանդիպում ենք կոնկրետ ոլորտը ներկայացնող մարդկանց հետ, որպեսզի նրանց բացատրենք մեր ծրագրերը, թե մենք ինչ ենք ուզում այդ ոլորտում իրականացնել, լսել նրանց խորհուրդները, քննարկումներ կազմակերպել, ու ավելի շատ այս շրջանում ներկայացնում ենք։ Եվ սա մարդիկ հասկանում են, ի վերջո ինչ է ուզում օրինաց երկիր, ինչպիսի փոփոխություններ այդ բնագավառում։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է հանրահավաքներին, մենք ծրագրել ենք նաև հանրահավաքներ ոչ միայն Երևանում, այլ հանրապետության տարբեր մարզերում եւ քաղաքներում անպայման անելու ենք։ Մենք հանդիպելու ենք բնակչության լայն շերտերի հետ։ Մեր քարոզարշավը իսկապես տարբերվում է նաև այն առումով, որ մենք մեր շտաբները շատ ակտիվ աշխատում են մարդկանց հետ, ժողովրդի հետ, մեր ընտրողների հետ։ Սերժ Տատոներ, դուք գիտեք, որ արդեն կան կուսակցությունների նախընտրական ծրագրերը, դուք սա պետք է կարդաք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, հա, դուք սա պետք է կարդաք, այնուհետև պատկերացնեք, թե ինչ է լինելու մեր երկրի հետ, եթե այդ տվյալ ուժը հաղթի, եւ վերջում տեսնեք այդ ուժը պահեց իր խոստումը, թե չպահեց իր խոստումը, որպեսզի հաջորդ ընտրություններին դուք նույնպես գնաք քվեարկեք կամ չքվեարկեք այդ ուժի համար։ Հիմա ես ներկայացնեմ, մենք ձեզ կներկայացնենք, երբ որ գան մեր հյուրերը, տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը, հաղթահարել սոցիալական անհավասարությունը։ Ինչպես է պարոն Հարությունյան հաղթահարելու սոցիալական անհավասարությունը, որը 20 տարի է մեր երկրում շատ ամուր հիմքեր ունի, խնդրեմ։ Նախ ինչ է նշանակում հաղթահարել
սոցիալական անհավասարությունը։ Գիտեք ինչ։ Դա վերջական կոմունիստներն էին փորձում անեն, տեսանք ինչ ստացվեց։ Հիմա ինչպիսի իրավիճակ է ստեղծված երկրում։ Իսկապես երկրում բևեռացված հասարակություն գոյություն ունի։ Մի բևեռում կան շատ հարուստներ, մյուս բևեռում հսկայական բնակչություն, որի եկամուտները շատ ցածր են։ Եվ պետք է մեկի այս անջրպետը հաղթահարել այն առումով, որ կարողանան այս թիրախային խմբի եկամուտները բարձրացնելով փորձենք նաև այս մի խմբի ուրեմն հարկային համապատասխան քաղաքականություն իրականացնելով այս տարբերությունը փոքրացնենք։ Եթե մենք նայենք եվրոպական զարգացած երկրներին, վերցրեք Շվեդիայի մոդելը, տեսեք ինչպիսի երկիր է։ Այնտեղ այսպես գոյություն ունի միջին խավ, որը Հայաստանում ցավոք չկա, կամ արևմտյան Եվրոպայի մնացած երկրներում։ Մենք պետք է հասնենք դրան, որ վերջը Հայաստանում ձևավորվի միջին խավ։ Ինչպես սոցիալական հսկայական խնդիրներ ունեն։ Այս տարի մեր մոտ ֆանտաստիկ էր։ Մենք ունեցանք համախառն ներքին արդյունքի աճ, զուգահեռ մենք ունեցանք աղքատության աճ։ Մինչդեռ ինչքան համախառն ներքին արդյունքը աճում է, պետք է որ ձեր երկրի տվյալ երկրի աղքատները պակասեն։ Առողջ տրամաբանությունը հուշում է դա։ Դե տրամաբանությունը ճիշտ եք ասում, դա է հուշում, բայց մենք պետք է չմոռանանք, որ 2008-9 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բավականին լուրջ ազդեցություն թողեց եւ ամբողջ աշխարհի շատ երկրների վրա, այդ թվում նաեւ Հայաստանի եւ 15% անկումից հետո Հայաստանում առաջինը անցած տարի 2.5% աճ արձանագրեցինք, որը բավականին դրական է եւ գիտեք ինչ, միգուցե այս պայմաններում ձեր ասած կանոնները այդքան էլ չեն աշխատում, որովհետեւ խնդիրները շատ են։ Մենք կարողացանք անցած տարիներին ուղղակի նաեւ սոցիալական այն պարտավորությունները, որը վերցրել էր պետությունը, կատարեցինք եւ կարողացանք դուրս գալ այդ շատ իսկապես այսպես խնդրահարույց իրավիճակից։ Մյուսը նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նոր աշխատատեղերի ստեղծումը գերագույն խնդիր։ Ինչպես եք ստեղծելու նոր աշխատատեղեր։ Եթե օրինակ երկիրը դառնա ամբողջական իշխանություն, գիտեք ինչ, պետությունը պետք չէ որ ձեռքերը լվա եւ մի կողմ քաշվի ամեն ինչ թողնի մասնավորին։ Հիմա այդպես է։ Հիմա գիտեք 2008-12 թվականի կառավարության Քարամյալ գործունեության ծրագրում նաև մեր առաջարկությամբ ներառվեց այն դրույթը, որ պետությունը ինքը մասնավորի հետ պետք է մասնակցի նոր աշխատատեղերի եւ նոր ձեռնարկությունների ստեղծմանը։ Ցավոք իմ նշած ճգնաժամը չթողեց որպեսի ծրագրերը դառնան իրականություն։ Հիմա մենք հույս ունենք, որ գոնե առաջիկա տարիներին մենք կարողանանք պետության մասնակցությամբ նաև նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր ստեղծել։ Դա այսպես մի երկնային բան չէ, դա շատ հնարավոր է։ Պարոն Հարությունյան, ի՞նչն է խանգարում հիմա։ Ի՞նչն է։ Ի՞նչն է խանգարում, որ հիմա ստեղծվեն աշխատատեղեր։ Մինչև հիմա ինչու չեն ստեղծվում։ Դե գիտեք, ես ասեցի 2008-12 թվականներին։ Չէ, հիմա տեսեք 2008 թվականին ճգնաժամը սկսվեց, 2009 թվականին խորացավ եւ անցած տարի մենք կարողացանք մեր երկիրը կարողացավ մի փոքր շունչ քաշել արդեն։ Հիմա նոր ժամանակահատված ենք մտնում, տնտեսությունը սկսել է զարգանալ, տնտեսական աճի բարձրացման հետ պետության հնարավորությունները եւս պետք է մեծանան, մեծանալով հանդերձ իր հնարավորությունները ներդնի աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, նոր ձեռնարկություններ։ Ես կարող եմ բազմաթիվ մասնավոր, այսպես օրինակներ բերել, որ պետությունը եթե մասնակցի ձեռնարկությունների վերագործարկմանը, նորերի կառուցմանը, բայց դա կոռուպցիայի բուն չի, որ պետությունը սկսում է խառնվել բիզնեսին։ Չէ, պետությունը ինչի է խառնվում բիզնեսին։ Օրինակ պետությունը պետք է բիզնես ստեղծի։ Ոչ պետությունը մասնակցի տվյալ բիզնեսի կայացմանը։ Հասկանում եք, այդ նման մոդելներ շատ կան զարգացած երկրներում։ Ինչի միայն մասնավորը պետությունը բաժնեմաս չունի։ Չի կարող պետությունը բաժնեմաս ունենալ տվյալ ընկերությունում։ Ասում ենք ներդրում կատարել պետական սեփականություն։ Ինչի ենք վերադառնում պետական սեփականությանը։ Գոնե մի հատվածով։ Պետություն մասնավոր համագործակցության արդյունքում շատ աշխատատեղեր կստեղծվեն։ Այսօր միջոցների հնարավոր պակաս կա մեր մասնավոր հատվածում։
Պետությունը ինքը մասնակցություն ունենա իր միջոցներով։ Նույնպես միջոցների պակաս կա, պարոն Հարությունյան։ Գիտեմ, որ պետության մեջ միջոցների պակաս կա, բայց եղած միջոցները պետք է օգտագործել արդյունավետ։ Հիմա մենք խնդիր ենք դնում, այսօր մեր երկրի ամենակարևորագույն խնդիրներից մեկը մեր աշխատատեղերի ստեղծումն է։ Մարդիկ աշխատանք չունեն, եւ դրանից բխում է մնացած բոլոր աղքատություն եւ այլն։ Մարդը ունենա աշխատանք, հայ ժողովուրդը, մեր ժողովուրդը աշխատավոր է, աշխատանք է ուզում։ Եթե մենք ստեղծենք աշխատատեղ, շատ խնդիրներ կվերանան։ Կենսաթոշակները արժանավայել մակարդակի։ Կենսաթոշակը ողորմություն չէ, այն պետք է ապահովի արժանի ծերություն։ Օրինակ երկիրը առաջարկում է, որպեսզի կենսաթոշակը աշխատավարձի 35%-ից ոչ պակաս լինի։ Որտեղից փող։ Դա սարսափելի մեծ գումար է։ Ոչ այնքան մեծ բյուջեի համար։ Այո, սարսափելի մեծ, չէ՞ ասել շատ սարսափելի գումար է, բայց պատկառելի գումար է։ Հիմա պետք է մատնանշել նաև աղբյուրները։ Մենք ասում ենք ծրագրերը, բայց նաև աղբյուրներն ենք մատնանշում։ Հիմա վերջին տարիներին, եթե դուք ուշադիր եք, թե չէ։ Եթե դուք ուշադիր եք, պետական միջոցների ուրեմն ծախսման բազմաթիվ դեպքեր հայտնաբերվեց, չարաշահումներ հայտնաբերվեցին, փոշիացումներ հայտնաբերվեցին։ Բայց եթե ոչ ոք պատասխան չտվեց։ Բայց բյուջեն, հիմա պատասխանատվության հարցը թողնենք մի կողմ, բայց այդ գումարները հսկայական միջոցներ վերադարձվեցին, վերականգնվեցին բյուջեում, եւ այդ միջոցները նպատակային են ծախսում։ Ասենք, տեսեք, ես մի օրինակ բերեմ ձեզ, անցած տարիներին, երբ որ մենք խոսում ենք գյուղատնտեսությունից, գյուղատնտեսությունը ինքը այսպես այնպիսի ոլորտ է, որտեղ պետական ներդրումները պետք է բավականին մեծ լինեն, այլապես արդյունավետ աշխատել այդ ոլորտը չի կարող։ Անցած տարվանից սկսվեց սուբսիդավորումը այդ ոլորտում, դուք գիտեք, պարարտանյութերի հետ կապված սերմացումների։ Հիմա դա կենսաթոշակի բարձրացման։ Հիմա ինչի եմ ասում ես, ուղղակի զուգահեռներ եմ տանում, թե որտեղից փող։ Փողը գալիս է եւ հնարավոր պետք է այդ փողը հնարավորինս նպատակային օգտագործվի տարբեր ոլորտներում։ Գյուղատնտեսությունը սկսեց շնչել, այդ գումարները բավարար չեն։ Ժամանակի ընթացքում մենք պետք է հասնենք նրան, որ այս ոլորտներում բոլոր ոլորտներում հասնենք գոնե մի այնպիսի մակարդակի, որը մեզ կարողանա շատ քիչ բավարարել։ Մենք չենք ասում միանգամից բերեք մեր թոշակները բարձրացնենք մի այնպիսի, որ չգիտեմ, ինչպես մի աշխատավարձի 35%-ը նույնպես բավական ցածր գումար է իրականում։ Դե եթե մենք դա ընդունում ենք որպես ներքին շեմ, այնուհետև կբարձրացնենք։ Այստեղ մի հետաքրքիր դուք բան գրեք, կանանց կենսաթոշակային տարիքի աստիճանական նվազեցում։ Ինչու կանանցը նվազեցնել, կանանց կենսաթոշակային տարիքի աստիճանական նվազեցում։ Սա գենդերային անհավասարություն չի, պարոն Հարությունյան։ Չէ, հիմա Այսինքն կանայք պետք է ավելի շուտ թոշակի գնան, քան տղամարդիկ։ Դե հիմա տեսեք, եթե մենք կարողանանք հասնել նրան, որ մեր տղամարդիկ եւս մի քիչ ավելի շուտ թոշակի գնան, լավ կլինի, բայց գոնե առաջին этаպում մենք փորձենք օգնել մեր կանանց, որովհետեւ գիտեք, այսպես կանանց վիճակը շատ ավելի ծանր է, քան տղամարդունը։ Նու հիմա շատ հաճախ կանայք ավելի հեշտ են հատկապես սյունատես աշխատանք գտնում, քան տղամարդիկ։ Դե փոքր հարաբերական է դա։ Եթե նորից վերադառնանք աշխատատեղերի խնդրին, ապա խնդրեմը կա եւ կանանց համար, եւ տղամարդկանց համար։ Բարի։ Ընտանիքի մայրության եւ մանկության խնդիրների լուծմանը առաջնահերթություն։ Ինչ է սա ենթադրում։ Ուրեմն մենք այսօր երկրում ունենք ժողովրդագրական լուրջ խնդիր, դեմոգրաֆիկ խնդիր։ Դա մի կողմից այդ Հայաստանից դուրս գնացող մարդիկ են, մյուս կողմից ծնելիությունն է պակասում երկրում։ Սա շատ կարևոր եւ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, եւ օրինաց երկիրը շատ մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին, դրա համար նաեւ բազմաթիվ առաջարկություններով է հանդես գալիս։ Այդ թվում նաեւ երիտասարդ ընտանիքների ուրեմն օգնության, աջակցության հետ կապված եւ ծնելիության աջակցության հետ կապված դուք գիտեք, որ մեր առաջարկությամբ մի քանի տարի առաջ համապատասխան որոշում կայացվեց երրորդ ծնվող երեխային հատկացվեց 430,000 դրամ։ Մենք հիմա առաջարկում ենք մեր ծրագրով առաջին երեխային 100,000 դրամ, երկրորդ երեխային միանվագ հատկացնել 200,000 դրամ, որպես 4-ին 600,000, 5-ին 1 միլիոն դրամ։ Ռուսաստանում եւս նման խնդիր կա, Ռուսաստանում այսօր մեկ ծնվող երեխայի համար պետությունը հատկացնում է 10-ից 15,000 դոլար, անկախ նրանից թե դա որ երեխան է։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք նաեւ մեր բազմազավակ ընտանիքներին, որոնք անտեսվել են։ Պետությունը
այն ընտանիքներին, որոնք ունենում են շատ զավակներ, պետք է խիստ ուշադրություն դարձնի, այլապես, գիտեք ինչ, այդ բազմազավակ ընտանիքները շատ երեխաներ ունենալով դառնում են հոգսաշատ եւ նրանց խնդիրները ել ավելի է շատանում, բայց մինչդեռ պետությունը նրա համար է, որպեսզի նրանց խնդիրները, նրանց խնդիրները լուծի, մարդիկ շատ երեխաներ ունենան։ Հիմա վերջին մարտը համար ինչ ցույց տվեց։ Հայաստանում ազգաբնակչությունը նվազում է, սա մեզ համար բավականին մտահոգիչ պետք է այդ խնդիր պետք է հանդիսանա, որպեսզի մենք առաջիկայում կարողանանք այս իսկապես կարևոր հարցը լուծել։ Եթե մենք նայենք մեր հարևաններին, Ադրբեջանում ինչ է կատարվում, այնտեղի ազգաբնակչությունը շատ կտրուկ մեծանում է, ավելանում է, ի տարբերություն Հայաստանի։ Մենք գտնվում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ իսկապես այս խնդիրը մեզ համար շատ կարևոր է։ Մի ոլորտ կա հետաքրքիր, որը մեր քաղաքական բանավեճից բավական հեռու է։ Կոմունալ բնակարային տնտեսությունը իշա քաղաքացու։ Ինչ է սա նշանակում։ Խոսքը վերաբերում է ընդհանրապես բնակարաններով ապահովմանը, դա նկատի ունեք։ Տան վարձերը չպետք է պատուհաս դառնան ժողովրդի համար, իսկ մարդիկ պետք է վճարեն միայն մատուցված ծառայությունների համար։ Դե գիտեք ինչ, սա մենք նոր չէ որ ասում ենք, ուղղակի այս հարցին ինչի ենք մենք անդրադարձել, որովհետև տարիներ շարունակ այս խնդիրը, այս խնդրեմը կա։ Դուք եւս երևի ապրում եք կամ մենք բազմաբնակարան շենքերում, մենք վճարում ենք անպատասխան բնակ վարձ, վճարում ենք անպատասխան ծառայությունների դիմաց, մինչդեռ այդ ծառայությունը բնակ վարձը ոչ ոք չգիտի ինչի համար ենք վճարում։ Դե հիմա դա էլ ծառայության վճարը, չէ՞։ Որ ծառայություն։ Դե այ ամբողջ խնդիրը դա է։ Հիմա մենք փող ենք տալիս։ Չէ, ինչի համար ենք տալիս։ Ինչի համար, որպեսզի սպասարկեն մեր բնակ տարածքը։ Ինչի համար ենք այդ փողը տալիս։ Մեր տված յուրաքանչյուր դրամը պետք է լինի հասցեական։ Ահա մեր պահանջը սա է։ Տվեցինք դրամը կոնկրետ գործի համար, պետք է ծառայություն այդ դրա դիմաց մեծ ծառայություններ մատուցեն։ Մենք հասկանանք, որ այնպես օդի համար փող չենք տալիս։ Պետք է ամեն ինչ հասցեականացվի։ Մինչդեռ այսօր ամեն ինչ դրված է բնակչի վրա։ Պետությունը կամ համայնքը ոչինչով չի մասնակցում այդ շենքի կառավարման գործին։ Բնակ տարածքի եւ կոմունալ ծառայությունների մրցույթային եղանակով մատուցման գործառույթային։ Պետք է մրցույթ լինի, թե ով քո համար ծառայություններ է մատուցում։ Դե եթե իհարկե, եթե կա, ասենք համատիրություն, հիմա չգիտես ինչ է կատարվում, ընդհանրապես համատիրությունները մեր երկրում դեռևս կայացման փուլում են։ Դեռևս չեն կայացել, այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Եվ սա շատ կարևոր հարց է, քանի որ առաջում է յուրաքանչյուր բնակչի։ Այս ոլորտը պետք է կարգավորվի ընդհանրապես։ Եվ վերջին ոլորտից խոսանք, ոչ թե ձեր ծրագրի մեջ, այլ հաղորդման ավարտում քաղաքացիներին մատչելի բնակարաններ։ Այո։ Ոնց եք իջեցնելու բնակարանների գները։ Ուրեմն դուք երևի տեղյակ եք մեր ազգաբնակչությունը եւս Արտուր Բաղդասարյանը նաեւ սոցիալական բնակարանաշինության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Սա մի հիմնադրամ է, որը արդեն գործում է 2-3 տարի եւ արդեն այս տարվանից Հայաստանի 10 քաղաքներում կսկսեն համապատասխան շինարարական աշխատանքներ, մատչելի բնակարաններ սոցիալապես այն խավերի համար, ովքեր ունեն միջին եկամուտ կամ միջին մի փոքր ցածր եկամուտ։ Այսօր բնակարանային խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված։ Մարդիկ ապրում են այստեղ։ Բայց մենք տեսնում ենք տասնյակներով էլիտար շենքեր, որոնք դատարկ են, մարդ չի ապրում։ Դե հիմա էլի մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք էլիտար շենքերի կողքին պետք է նաև սոցիալական բնակարանաշինություն իրականացվի։ Մարդիկ Հայաստանի քանի տոկոսը կարող են ապրել էլիտար շենքերում։ 5, 10, միգուցե ավելի քիչ։ Բայց հսկայական քանակ մարդիկ շատ մեծ մի հսկայական բանակ այսօր բնակարան ընդհանրապես չունի։ Ես ներկայացնում եմ Աղետի գոտին, Վանաձոր քաղաքը։ Եթե տեսնեք ինչ է կատարում, եթե հիշում եք ժամանակին խորհրդային միության այդ ժամանակ ձեռնարկություններում հերթագրվում էին բնակարաններ ստանալու համար։ Ծանոթով մարդ էին մեջ գցում, կարևոր դա չի։ Կարևոր այդ հերթացուցակները կային, հետո այդ հերթացուցակները մենք ժառանգեցինք, այսօր այդ մարդիկ ամեն մեկը միտեղ։ Հիմա եթե նայեք ինչքան տնակներ կա Աղետի գոտում, ինչ են անելու այս մարդիկ, սրանց ճակատագիրն անհայտ է։ Պետությունը պետք է տեր կանգնի իր բնակչին, իր քաղաքացուն։ Նրա համար պետք է բնակարանային պայմաններ ապահովի։ Մարդը տեսնելով ժամանակի ընթացքում բնակարան չի ունենալու, հասկանում եք, նա թողնում է, հեռանում է։
իր համար տանիք է ման գալիս եւ փորձում է գտնել։ Եվ քանի որ անդրադարձանք այս խնդրին, ես ուղղակի երևի տեղն է, տեղին է, ես մի անդրադարձ եւս կատարեմ, որ շատ բնակարաններ, որոնք կառուցվել էին 50-60-ական թվականներին մեր երկրում եւ նաեւ երկրաշարժից հետո, այդ բնակարանները գրանցման վկայականներ չունեին։ Դրանք ոչ մեկի սեփականությունը չէին։ Մարդիկ գնում էին, որպեսզի իրենց բնակարանը գրանցեին, շատ հաճախ այնքան գումար էր պահանջվում, որը համադրելի էր նրա այդ բնակարանի գնի հետ։ Մի քանի $1000։ Այս հարցը բարձրացավ մասնավորապես Վանաձորում։ Մենք համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, ի վերջո մեզ միացան մի քանի պատգամավորներ, կառավարությունը եւս, եւ դա դարձավ օրենք, այսօր հազարավոր մարդիկ օգտվում են այդ օրենքի ընձեռած հնարավորություններից։ Մարդիկ ընդամենը մի քանի տասնյակ հազար դրամներով, 10, 20, 30,000 դրամով կարողանում են իրենց բնակարանի սեփականության վկայականը ձեռք բերել եւ այլևս դա իրենց սեփականությունն է։ Բարձր, շնորհակալություն, պարոն Հարությունյան, դες հաջողություն, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակենք ներկայացնել, դուք լսեցիք օրինակ երկրի ծրագրից որոշակի դրույթներ, որ ներկայացրեց պարոն Հարությունյանը, երկուշաբթի կամ երեքշաբթի մենք կլսենք նաև ընդդիմության տեսակետներ, թե նրանք ինչ են առաջարկում, կհանդիպենք, տեսություն։